Բարև ձեզ, իմ սիրելի հետևորդներ եւ ալիք հյուրեր։ Ժողովուրդ ջան, ձեզանից ովքեր աջակցում են հապալասի տպեր, գիտեն, որ երբ հասունանում են պտուղները հապալասի տպի վրա, թռչունները սկսում են շատ արագ հավաքել։ Դրա համար ես մի կոնստրուկցիա եմ մտածել, ինչ ձևով պաշտպանենք թռչուններից, որպեսզի հապալասի պտուղները չվնասեն, չտանեն։ Հիմա դուք տեսնում եք այս երկաթի ձողերը, սրանք 3 մետրանոց են, այսօր եմ գնել։ Սրանցով պետք է սարքեմ շատ հեշտ հավաքվող կոնստրուկցիա, որը փրկելու է թռչուններից հապալասի պտուղները, ժողովուրդ ջան։ Ժանգոտված է, ժանգը կմաքրեմ, ես կնկարանեմ սաղ ցույց կտամ, լրիվ կնկարանեմ ցույց կտամ։ Հերթականությունը ինչ եմ անում մինչև վերջ։ Ժանգը մաքրելուց հետո պետք է ներկեմ, դրանց հետո պետք է հավաքենք կոնստրուկցիան եւ տեղադրենք թփերի մոտ ու ծածկենք։ Այդ ամեն ինչը ես ցույց կտամ։ Սիրելի ժողովուրդ, հիմա այս մետաղա ձողերը 3 մետրանոց 6 մմ հաստությունով շարել եմ իրար կողքի, պետք է ժանգը մաքրեմ։ Դրա համար օգտագործում եմ օդժեզովաչ, հատուկ ժանգ հանող նյութ է, եթե սա չլիներ, կարելի է նաև անել կոկա-կոլայով։ Հիմա լցնում եմ սամանի մեջ։ Ներեցեք, այս ձևով վերցնում եմ ու վտինով քսում ենք։ Ուղղակի հարմար չի, մի ձեռով եմ աշխատում։ Մի կողմ անելուց հետո շուր ենք տալիս մյուս կողմ։ Ժանգը մաքրվում է, դրանց հետո ներգում ենք։ Սիրելի ժողովուրդ, ժանգը ինչքան հնարավոր է հանեցինք։ Այս վիճակն է։ Դրանց հետո ներգելու եմ երկաթի համար նախատեսած յուղաներկով։ Դեռ գույնը չեմ որոշել, տեսնենք ինչ գույն կներկեմ։ Դրանց հետո մնացած աշխատանքները հերթով կնկարեմ, ցույց կտամ անպայման։ Ժողովուրդ ջան, ներկը բերեցի, կերածա չերվենու հնեդի, կարմրա կարիշնովագույն էծև մոտավորապես։ Նախատեսված է փայլերի եւ երկաթի համար։ Ունի փայլ, լեսկ։ Հիմա սրանով պետք է ներկենք։ Բացում եմ։ Բացեցինք։ Ներկը 0,760 լիտր, 760 մլ համարյա միլիտր, գինը ժողովուրդ ջան, կրոնով 400 կրոն, այսինքն մոտավորապես $20։ Չգիտեմ, թանկ է թե էժան, հիմա դա է։ Այդ խառնեմ։ Այս գույնը, լավ էլ գույնը, ահա։ Դրանով պետք է ներկեմ։ Հիմա դուք մտածեք ինչ է վերջը լինելու։ Վերջը լինելու է հետաքրքիր կոնստրուկցիա, որով պետք է պաշտպանենք հապալասի պտուղները թռչուններից, հենց հասնում է գիտեք, ամիջապես
մի քանի ժամվա մեջ հավաքում են։ Նման ներգում ենք։ Ներգել եմ երկու անգամ, երկու երես։ Եթքան է կարևոր եդալներ չեն, որ մտածենք կարող է ճանճ նստի, մոծակ նստի։ Ինչ ուզում է լինի, դա չի խանգարի մեր գործին։ Ուղղակի ներգում ենք։ Սերմեր են թռնում ծառերի վրայից։ Այսօր պետք է ներկեմ, հետո ես ցույց կտամ արդեն լրիվ պատրաստի վիճակը ու դրանց հետո մյուս քայլերը ժողովուրդ ջան։ Հիմա իմ գործը շատ է, սկսեմ աշխատելը։ Ժողովուրդ ջան, բոլոր կողմերից մի տակ ներկեցի։ Այս տեսքի ունի։ Այսօր մեզ մոտ լավ տաք է։ Երեկվա համեմատ 14 աստիճան բարձրացավ։ Այսօր 27-ը 3-13 էր, զարմանալու բան։ Ահագին հոգնեցի ժողովուրդ ջան, հիմա գնամ սուրճ խմեմ, թող չորանա, որ մտածենք երկրորդ սերեսը ներկելու համար։ Առայժմ Ժողովուրդ ջան, մեզ մոտ անտառ անձրևներ են, տեղափոխել եմ ծածկի տակ, արդեն երկրորդ անգամ ներկել եմ, երկու տակ ներկած է, սպասեմ մի քիչ լավ չորանա, արդեն չոր է, որ ձեռք եմ տալիս, արդեն չոր է։ Ունի այս տեսքը։ Այն ժանգոտ ծովերը վերադեցինք այս տեսքին։ Սիրելի ժողովուրդ, այսօր պետք է փակենք այս հապալասի թուփը։ Հապալասը գիտեք, պտուղները աշճանաբար են հասունանում, հենց որ հասունանում են, սկսում են թռչունները հավաքել։ Այն ձողերը, որ ես միասին ներկել ենք, բերել եմ այստեղ դրված են եւ վերջում պետք է ծածկենք նմանատիպ սետկայով։ Այս կողքը մի թուփ արդեն ցածր թուփ է սա արդեն արված է։ Հավաքելու ժամանակ սրանք հանվում են, հավաքվում են, նորից արագ ձևով փակում ենք։ Ժողովուրդ ջան, որպեսզի ժամանակի շուտ չժանգոտվի, դրա համար օգտագործում եմ նման ռեդինի խողովակներ, սա ճակճկած լվացքի մեքենայի խողովակ է եղել, կտրում եմ մոտավորապես 15 սանտիմետր, կարելի չափել 15-16 այս չափի։ Եթե նման խողովակներ չեք ունենալ ձեր ձեռքի տակ, կարող օգտագործել պլաստմասայի խողովակ կամ ինչ որ ցանկացած մի բան պլաստմասայից, ոչ երկաթից։ Դրանից հետո արդեն այս երեքա արել եմ։ Տեսեք, վերցնում եմ այս սրա դիամետրին հավասար մի երկաթի ձող, դրանով անցք եմ անում այստեղ։ Լավ։ Ու մտնում եմ այս ձողը։ Մի փոքր դուրս եմ թողնում, որ միշտ տեղը հիշենք այս ձևով։ Որպեսզի սեզոնը որ վերջանա, նորից ձողեր հավաքենք, որ ձմեռը չմնա ձյունի անձրևի տակ։ Հիմա վերցնում եմ ձողերը։ Աղեղնաձև ծռում եմ ու մտնում եմ այս անցքերի մեջ, ռեդինի խողովակների մեջ, այս ձևով։ Մտնում ենք և մյուսը։ Եվ մյուսը։
Այս ձևով եւ ուիճացնում ենք մինչև հատվեն։ Միանան իրար։ Դրանից հետո վերցնում եմ մի լարի կտոր ու կապում եմ։ Ձեր կոնստրուկցիան պատրաստ է, ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, սա վերջացրեցինք։ Կինս ավելի լավ բան մտածեց։ Կարեց պարկ, մեծ պարկ, տեսեք։ Եվ երևից հագցրեցինք թփի վրա։ Թռչունները ոչ մի շանս չունեն արդեն։ Մեզ մոտ երևի ձայները լսում եք, շատ եմ թռչունների միջարուց ասեմ։ Եվ բոլորը պետք է անեմ նման ձևով, շատ եմ թփերս։ Ժողովուրդ ջան, եթե հավանեցիք, եթե եղավ օգտակար տեսանյութը, դրեք ձեր լայքերը, բաժանորդագրեք իմ YouTube-յան ալիքին։ Ձեզ հետ է Բորիս Խանբեգյանը, եղեք առողջ, բարին ընդ ձեզ, ցտեսություն։